ռեպլիկներ աղջիկների հետևից։ Դա տարածված երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, եւ իհարկե Եվրոպան էլ դրանից պակաս չէ։ Պարզապես Եվրոպայում եւ Հայաստանում դրանք բոլորովին տարբեր բնույթ են կրում։ Օրինակի համար, եթե Հայաստանում դա այնպիսի բնույթ է կրում, որ որոշակիորեն նպատակ ունեն ծանոթանալ աղջկա հետ, գուցե սկսել ինչ-որ հետաքրքիր պատմություն, գուցե սիրային պատմություն, գուցե ամուսնական պատմություն, դա բոլորովին այլ նկրտումներ ունի եւ բոլորովին այլ բան է ենթադրում։ Եթե Հայաստանում կարող են աղջիկները չնկատելու տալ եւ անցնել, ապա եվրոպացի աղջիկները սովորաբար պատասխանում են դրան եւ շատ հաճախ Եվրոպայում աղջիկները կարող են տեղեկացնել, որ գուցե այդ երիտասարդը ունի անհրաժեշտություն ծանոթանալու որոշ ոստիկանների հետ։ Եթե Հայաստանում պարզ է, որ այդ ռեպլիկները բաց են թողնում հիմնականում տղամարդիկ, ապա Եվրոպայում դուք կարող եք հանդիպել նման ռեպլիկաներ բաց թողնող աղջիկների։ Ես կուզեմ ասել, որ թե աղջիկների, թե տղաների պարագայում դա կարող է լինել որոշակի արգելված միջոցների ազդեցության տակ, ինչպիսին են թմրամիջոցները, ալկոհոլը, եւ դա կարող է լինել, դա կարող է վերածվել արդյունքում հետապնդման։ Կարող եք ձեր կարծիքները գրել կոմենտում ու ասել, թե դուք ինչ տեսակետ ունեք ընդհանրապես ռեպլիկների հետ կապված, դուք ոնց եք վերաբերվում, հետադարձ պատասխանում եք, թե անտարբեր անցնում եք, որ երկրում եք գտնվում եւ ձեր երկրում ընդհանրապես ինչ բնույթ են կրում այդ ռեպլիկները, արդյոք դա ձեզ վիրավորում է, թե դա պարզապես կոմպլիմենտ եք համարում ձեր կյանքում։ Դե ինչ, ես իմ հոլովակներում խոսում եմ հիմնականում հոգեվոր, հոգեբանական թեմաներից, իմ առօրյայից եւ իմ կյանքից, եւ եթե դա ձեզ հետաքրքիր է, դուք կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին